Հայաստանի տնտեսության երրորդ եռամսյակի աճը արձանագրվել է 6,2%-ի սահմաններում։ Թեև դա երկրորդ եռամսյակի 6,4%-անոց աճից հետո որոշակի դանդաղում է ենթադրում, սակայն ընդհանուր առմամբ տնտեսության աճը շարունակում է բարձր մակարդակում մնալ։ Եվ այսպես, որոնք են տնտեսության աճի հիմնական դրայվերները։ Ուսումնասիրենք երրորդ եռամսյակի կառուցվածքը, այդ թվում նաև հասկանալու, թե հիմնական որ ուղղություններն են, որոնք ձևավորում են այդ համախառն ներքին արդյունքը։ Եվ այսպես, եռամսյակային կառուցվածքի ուսումնասիրությունը մի քանի հիմնական առաջատար ուղղություններ են, ուրեմն ֆիքսում տնտեսության համախառն ներքին արդյունքի կառուցվածքում։ Այդ առաջատար ուղղություններից է առևտուրը 12,7% մասնաբաժնով, գյուղատնտեսությունը 18% մասնաբաժնով, այնուհետև մշակող արդյունաբերությունը 9%, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, ֆինանսական ապահովագրություն եւ նաեւ շինարարության ոլորտը 7,2%-անոց աճով։ Կառուցվածքում բավական ուրախալի հանգամանք է գյուղատնտեսության մասնաբաժնի աճը 18%-ի չափով։ Սա ուրախալի է մի կողմից թե հաշվի առնելով մեզ համար ոլորտի կարևորությունը, առանցքային նշանակությունը եւ թե հատկապես հանգամանքը, որ տևական ժամանակ նախորդ ժամանակաշրջաններում գյուղատնտեսությունը խնդրահարույց իրավիճակում էր, բացասական միտումների ներքո էր։ Եվ թեև մենք այսօր խոսում ենք այդ ուրախալի որոշակի տեղաշարժի մասին, սակայն գյուղատնտեսության պարագայում մի փոքր ավելի երկար ժամանակահատված է պետք հասկանալու մենք ինչ ազդեցությունների հետ գործ ունենք, արդյոք սրանք ենթադրում են ոլորտի վերականգնում, թե որոշակի ժամանակավոր ազդեցությունների ներքո են։ Սա իհարկե կլինի մեր ուշադրության կենտրոնում։ Եվ այնուամենայնիվ մենք կառուցվածքի ուսումնասիրմամբ ըստ էության մի քանի արդեն ուղղություններ ֆիքսում ենք տնտեսության աճին մեծապես նպաստող ուղղություններից, ինչպես տեսնում ենք, նորից պիտի նշենք, որ եւ շինարարությունը կա, եւ առևտուր ծառայությունները կան, եւ նաեւ ուրեմն անշարժ գույքի հետ կապված գործընթացները, գործունեությունը կա։ Գյուղատնտեսության մասով նորից պիտի հիշեցնենք, որ դրա աճին առայժմ գոնե վերաբերվում ենք վերապահումով։ Թեև այդ կառուցվածքային ուսումնասիրությունը տալիս է որոշակի պատկեր տնտեսության այսօրվա հիմնական դրայվերների մասին, այնուամենայնիվ անդրադառնանք աճին, նաև դրա բացվածքին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, դրա վերաբերյալ տվյալները ներկայացրել ենք մեր երկրորդ պատկերում, եւ սա ըստ էության այդ հիմնական նպաստող գործոնների, հիմնական նպաստող ուղղությունների մասին առավել ցայտուն իրավիճակ է, առավել ցայտուն պատկեր է տալիս։ Ըստ այդմ համախառն ներքին արդյունքի երրորդ եռամսյակի 6,2%-անոց աճին առավելապես նպաստել է շինարարության 24,6%-անոց աճը եւ ծառայությունների նույն ֆինանսական եւ ապահովագրական գործունեության 10,5%-անոց աճը, տեղեկատվություն եւ կապ 17,6%-անոց աճը։ Փաստացի Հայաստանի այսօրվա համախառն ներքին արդյունքի աճին նպաստող դրայվերները հիմնականում շինարարությունն են եւ ծառայություններն են։ Դրանց կողքին նույն գյուղատնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 3,7%, մշակող արդյունաբերության պարագայում ցուցանիշը շատ ավելի համեստ է։ Տեսեք, մենք հիմնական ուղղությունների, այն որ շինարարություն եւ ուրեմն ծառայությունների ոլորտներն են ապահովում տնտեսության աճը, շատ ենք խոսել այդ մասին, դրանք ոլորտներ են, որոնք այսօր գտնվում են բավական հստակ ազդեցությունների ներքո, բայց ազդեցություններ, որոնք ունեն ժամանակավոր բնույթ։ Իհարկե չունենք միտում, պնդում անելու, որ չեն լինի նոր գործոններ, նոր զարգացումներ, որոնք առնվազն այդ աճերը կշարունակեն պահել նման բարձր մակարդակում, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ այսօր մեր տնտեսության հիմնական նպաստող ուղղությունները ժամանակավոր ազդեցությունների ներքո գտնվող ուղղություններն են, սա տալիս է իրավունք ենթադրելու, որ տնտեսության հետագա աճի հետ կապված ունենք իհարկե մտահոգություններ եւ մտավախություններ առնվազն այս պահին, այս իրավիճակում։ Եվ այդ հանգամանքից զատ նաև նույն մշակող արդյունաբերության, նույն գյուղատնտեսության բավական համեստ աճերը շինարարության, ծառայությունների երկնիշ աճերի կողքին իհարկե նաև անկայուն տնտեսական աճի կամ տնտեսական աճի կայունության հարցադրումից զատ նաև առաջացնում է մտավախություններ, վտանգներ տնտեսության դեինդուստրիալացման ուղղությամբ։ Սա իր հերթին ենթադրում է նորից պիտի նշենք մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի
խիստ կարևորության եւ անհրաժեշտության մասին։ Եվ փոխարենը համախառն ներքին արդյունքի եւ մյուս մակրոտնտեսական ցուցանիշների աճերի շահարկումներով զբաղվելու շատ ավելի կարևոր է տնտեսության իրական դիվերսիֆիկացիայի խնդիրները լուծելուն եւ դրանց ուղղված գործողություններ մշակելուն։